Ապարանի հերոսամարտից 108 տարի անց հաղթողների քաղաքը մեծ տոնակատարություններով է հիշում, արժևորում ու մեծարում մարդկանց, ովքեր գրեցին հաղթական քաղաքի լեգենդար պատմությունը։ Այսօր էլ Ապարանի զավակները խաղաղ հերոսամարտ են վարում, զարգացնելով ու շենացնելով իրենց քաղաքը, երբեք չմոռանալով պատմությունը եւ ամեն անգամ առավել մեծ շուքով նշելով հաղթանակի խորհրդանշական օրը։ Ավանդույթի համաձայն քաղաքը այս օրերին ընդունում է տասնյակ հազարավոր հյուրերի, նրանց թվում պաշտոնատար անձինք։ Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը միջոցառումների շրջանակում հյուրընկալեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Եղիազարյանն ու Արագածոտնի մարզպետը ողջ օրը ուղեկցեցին հյուրերին, միասին ծաղիկներ խոնարելով կարևորագույն հուշարձաններին, դրանց թվում Դրոյի հիշատակը հավերժացնող հուշաքարը։ Տոնակատարության ողջ ընթացքում քաղաքի երկնքում հաղթական պտույտներ էր անում հայոց եռագույնը, 2 կիլոմետր ձգվող կենտրոնական փողոցը լեբլեցուն էր հյուրերով, ավանդական տաղավարներով, երաժշտությամբ։ Ապարանն այս տարի գերազանցել էր ինքն իրեն, տոնն առավել քան ստացված էր։ Տոնակատարությունն ամփոփվեց գլխավոր հուշարձանի շուրջ հոգևոր կարգով, օրհնություն հայցելով հայի ու Հայաստանի բոլոր առաջնորդների համար։ Ինչ մաղթանք ունեք ապարանցիներին։ Ապարանցիներին լավագույնն եմ ցանկանում։ Ցանկանում եմ, որ ուժեղ լինեն, ոնց որ ինչև այսօր եղել են, միշտ հիշող լինեն մեր նահատակների հիշատակը եւ նվիրումով ապրեն ու աշխատեն Հայաստանի Հանրապետության Հանրապետության։